Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Հնարավոր է հանդիպենք։ Գործ կա։ Ալո, լսում ես։ Արի մի հատ հասկանանք, էլի լինում է հանդիպել, թե ես ուրիշ մարդու դիմեմ։ Ուղղակի ինձ ճիշտ հասկացի, իմ համար շատ կարևոր հարց է, հենց մարդու չեմ կարա դիմեմ։ Ինձ խորհուրդ են տվել, որ քեզ զանգեմ, դրա համար հիմա քեզ եմ դիմում։ Քեզ ով է համարս տվել։ Դե հիմա ինչ կարևոր է։ Փողն էլ ընդհանրապես խնդիր չի։ Դու փողը ասում ես, ինչքան որ քեզ հարմար է։ Այտենց պայմանավորվում ենք։ Բայց դու էլ պետքա քո գործ անես առանց ինչ-որ հարցեր տալու։ Ամեն հեռախոսով սենց երկար բարակ չխոսանք, ավելի լավ է տեղ ու ժամ ասեմ, գաս հանդիպենք մանրամասն քննարկենք ամեն ինչ։ Լավ, կհանդիպենք։ Տեղն ու ժամը կուղարկեմ։ Կսպասեմ քեզ։ Պապի, ես եկա։ Երկար ես սպասել։ Չէ, ես էլ քիչ առաջ եկա։ Լավ ես։ Լավ եմ, բա ինչի որոշեցիր այստեղ գալ։ Ինձ թվաց տպարանում կհանդիպենք, որովհետև ասեցիր կարևոր հարցեր կան քննարկելու։ Այստեղ ոչ ոք չի խանգարի։ Այստեղ խաղաղ է ու հանգիստ։ Եվ հետո սա իմ սիրած վայրերից մեկն է։ Սարա ջան, ես քեզ հանձնարարություն ունեմ տալու։ Ես եմ գործին ընթացք տվել, բայց հիմա արդեն մտածում եմ, որ դու պիտի շարունակես։ Ինչի, պապի։ Չես ուզում։ Չէ, ուզում եմ, իհարկե ուզում եմ ու պատրաստ եմ։ Ուղղակի ուզում եմ հասկանալ ինչի հանկարծ որոշեցիր ինձ հանձնարարել։ Դե գիտես ինչ, Սարա ջան, ես բացակայելու եմ երկրից։ Մի որոշ ժամանակով բացակայելու եմ ու անկեղծ ասած հիմա չեմ էլ կարող ասել, թե ինչքան ժամանակով։ Բայց ուր ես գնալու։ Գործուղման, դա այդքան էլ կարևոր չի։ Պարզապես ուրիշ ոչ ոքի ես չեմ կարող վստահել այդ գործը։ Հավատա, որ այն ինչի մա ասում եմ քեզ, շատ կարևոր է տպարանի համար։ Պապի ճիշտն ասած դեռ ծանոթ չեմ ասած այդ ծրագրերին, բայց արդեն պատասխանատվության աստիճանից լարվում եմ։ Չէ, լարվել հարկավոր չի, դու օգնականներ կունենաս։ Մինչև իմ մեկնելը ես քեզ կծանոթացնեմ գործին, կհասկանաս ինչ պիտի անել ու ես վստահ եմ, որ դու բարձր մակարդակով դա կանես։ Դրա համար էլ քեզ եմ ասում։ Բայց դու կարճ ժամանակով ես չէ գնում։ Չգիտեմ։ Ես ամենաշատը ես կուզեի, որ դա շատ ավելի կարճ տևեր, քան ենթադրում եմ, բայց այս պահին այդ գործի հետ կապված ոչ ոք կոնկրետ ժամկետ նշել չի կարող։ Դե հույս ունեմ, որ շուտ կգաս։ Ես էլ իմ հերթին ամեն ինչ կանեմ, որ գոհ լինես ինձնից։ Ապրես։ Ինչ ես կարծում, այդ Արսենը գործից գլուխ կհանի։ Ինձ թվում է գլուխ կհանի, ուղղակի դեռ չենք սկսել հոդվածների շարքը, որովհետև տպարան չեմ գնացել այսօր, պիտի դեռ որոշենք, որ քանդակից ու որ մշակութային կոթողից ենք սկսում։ Իսկ գուցե հենց այստեղից էլ սկսենք։ Ինչ կասես։ Մենք իհարկե հրաշալի գործեր ունենք, որոնք մեծ պատմություն ունեն,
բայց կան արժեքներ, որ իրենց նշանակությամբ չեն զիջում նրանց։ Մեր խնդիրը սերունդներին կրթելն է, բայց կան մարդիկ, ովքեր իրենց կարճ, բայց բովանդակալից կյանքով օրինակ կարող են ծառայել շատ ու շատ մարդկանց եւ կարող են լինել ուսուցիչ, ավելի մեծ ուսուցիչ, քան 1000 գիրք։ Ես կարծում եմ, որպես հոդվածաշարի բացում, սրանից ավելի լավ թեմա չի կարող լինել։ Մենք պիտի պատմենք սերունդներին Ալենի մասին։ Ճիշտ ես, պապի։ Ճիշտ է, չեմ կարծում մեկը լինի, ով Ալենի մասին չի լսել, բայց երբեք ավելորդ չի լինի նորից պատմելը։ Մարդիկ ասում են, որ այսօրվա նոր եկող սերունդը հերոս չունի։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Ալենը ու Ալենի նման հազարավոր տղաներ հերոսներ են։ Մենք իրավունք չունենք նրանց մոռանալու։ Նրանց մոռանալը հայրենիքը ուրանալու պես մի բան է, գուցեև ավելի։ Այսօր հենց դրանք են հայրենիքս առաջան։ Երիտասարդ տղա, որ կյանքը առջևում էր, թողեց ուսումը Բոստոնում ու եկավ Հայաստան, հասկանալով, որ հայրենիքն իր կարիքը ունի։ Ինքը որոշեց, որ դա ավելի կարևոր է։ Ոչ մի գիտական աստիճան ու ուսում արժեք չունի, եթե հայրենիքիդ պետք է եղել ու կույր ու համր ես ձևացել։ Ես իհարկե 1000 անգամ կնախընտրեի, որ մենք այս ճակատագրով անցած չլինեինք ու այսքան զոհեր չունենայինք, որովհետև այն սերունդը, որ անմահացավ, լավագույնն էր, ինչ որ մենք ունեինք։ Ամենաազնիվները, ամենաքաջերը, ամենահերոսները։ Մեկ-մեկ ասում են, որ շատ երիտասարդ են եղել նրանք ու չեն էլ գիտակցել, թե ինչ են արել, որտեղ են եղել, ինչի համար։ Ես դրա հետ էլ համաձայն չեմ։ Միայն խորը գիտակցումով մարդը կարող է կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Խորը գիտակցումով մարդը։ Մենք ամեն մեկս մեր տեղում ամեն ինչ պիտի անենք, որ նրանց անունները երբեք չմոռացվեն։ Ճիշտ ես։ Շատ մարդիկ կան ապրում են մինչև խործերություն, բայց իրենց կյանքի հետագիծը այնքան աղքատիկ է։ Պապի, գիտես Ալենի պատմության մեջ ինչն էր ինձ ամենաշատը տպավորել։ Ինչը։ Դե ինքը հետաքրքրված էր մանկավարժությամբ, բայց դու գիտեիր, որ մտադրություն է ունեցել աշխատել հենց ուղիճ աշխատանքային հիմնարկների երեխաների հետ, որովհետև մտածել է հանցագործ երեխաներ չկան։ Ու ամեն ինչ գալիս է խեղաթյուրված մանկությունից։ Մենք սովորաբար մարդկանց դատում ենք իրենց արարքներով, չէ՞։ Բայց եթե Ալենի նմանները շատ լինեին, այդ երեխաների ձեռքը բռնող, իրենց գրկող, լսողները շատ լինեին, այսօր շատ բաներ ուրիշ կերպ կլիներ։ Ճիշտ է, այնպես ինչպես Ռեբեկան էր ասում։ Գոնե մեկ-մեկ պատժելու փոխարեն սիրեիք։ Այդ սերը շատ կարևոր է։ Բայց մեծ սերերը մեծ զոհեր են պահանջում։ Բոլորը ինտերնետում առաջամարտիկներ են ու հայրենիքը բառերով են սիրում։ Հաղթանակի ժամանակ շնորհավորանքների են սպասում ու գործքն առաջ են տալիս։ Իսկ պարտության դեպքում սկսում են վախկոտներին հաշվել։ Ու երբեք այդ վախկոտների շարքում իրենց անունները չի լինում։ Երբեք։ Հաղթանակը կիսելը շատ հեշտ է։ Այդ պահին բոլորն էլ աշխատում են ամենամեծ բաժինը իրենք վերցնել։ Իսկ պարտության դեպքում կորչում են, անհետանում։ Գիտես Սարա ջան,
Եթե ամեն մեկիս հայրենիքը սկսվեր մեր տնից եւ ոչ թե սահմանափակվեր մեր տնով, հիմա իրականությունը բոլորովին այլ կլիներ։ Գիտես տանը երբ է խաղաղ լինում, երբ վեճի ժամանակ բոլորն են մեղավոր, երբ առանձին բոլորն էլ գիտակցում են իրենց մեղքի բաժինը, միայն այդ ժամանակ, երբ ամեն մեկը առանձին վերցրած կարողանում է այդ խնդիրը գտնել իր մեջ ու աշխատել ինքն իր վրա, այդ ժամանակ է լինում ընտանիքում խաղաղ։ Վերջ, ուրեմն որոշված է։ Առաջինը կխոսենք հենց Ալենի մասին, հենց այս քանդակի ու իր պատմության։ Ու ես ամեն ինչ կանեմ, որ այդ հոդվածը կարդալուց հետո ամեն մայր իր երեխայի ձեռքը բռնած գա այս այգի։ Դա կլինի լավագույն գնահատականը քո աշխատանքի։ Ալո, Բարի օր Արման ջան։ բարև Գորջան։ Ո զբաղված չես երկու բար խոսանք։ Հա, ազատ եմ, հոբան չի եղել։ Սակոյի հետքին եմ դուրս եկել։ Ավելին ասեմ, հեսա գնալու եմ հանդիպեմ հետը։ Ոնց լուրջ ես ասում։ Հա, ու մտածում էի, որ դու էլ կուզենաս ներկա լինես այդ հանդիպմանը։ Հա, ոնց չէ, դու ասա որ պետքա գամ։ Հեսա ես դուրս եմ գալիս, դու էլ դուրս արի, SMS կանեմ ուր գաս։ Լավ ախպերս։ Չեմ ուզում ոչ ոք իմանա, որ ես մեկնելու եմ։ Ինչի պապի։ Դե չեմ ուզում, ես հետո ինքս կասեմ։ Էլ կան կնեղվի, օրինակ, դատին ա սպասում։ Լավ չի լինի, որ ես դատի ժամանակ երկրում չլինեմ, թեև կարծում եմ, որ իմ մեկնումը կլինի դատից հետո, չգիտեմ։ Այսինքն օրը պարզ չի։ Հա, օրը պարզ չի, զանգի եմ սպասում։ Գործնական հանդիպումը օրը պարզ չի։ Հա, այ բալա, օրը պարզ չի, զանգի եմ սպասում, դե խնդիրներ կան, չի հաջողվում բոլորին հարմար օր գտնել։ Պապի ամեն ինչ լավ է, չէ։ Հա, այ բալա, լավ է, իհարկե լավ է, ամեն ինչ լավ է։ Լավ, ուրեմն ես գնամ իմ սենյակ։ Լավ։ Իզնից անհամբեր ես էլի, իզնից շուտ ես հասել։ Բա երբ ա գալու։ Ինձ թվում է մի կես ժամից։ Լսի, բա այդ ոնց եղավ, ոնց գտար, ոնց համաձայնվեց, որ պետք է հանդիպեք։ Համարը գտել եմ ու ինքն էլ չգիտի ես ով եմ։ Բայց ոնց հասկանում եմ, այս անասունը պրոֆեսիա սարքե իր համար անի ինենց գործեր, որ սովորական հասարակ մարդիկ չեն կարող անեն։ Մի րոպե։ Այսինքն ուզում ես ասես, որ որպես պատվիրատու ես զանգել։ Ախպերս, սրանց համար ամենակարևորը փողն է։ Դրանք փողի պատճառով սրբությունն են կորցնում։ Էս էլ փողի հոտը առավ, դրա համար էլ համաձայնվեց։ Դե հա, մնում է գա։ Չնայած չգիտեմ այդ ինչ որ բան կփոխի թե չէ, որովհետև իմ գործը արդեն դատարանում է, բայց միսակի պահով։ Ամեն դեպքում կապ ունի։ Հենց հիմա քո վրա գործ կա։ Ու եթե այս մեկում պարզվի, որ դու կապ չունես, այս մեկը կարող է այն մյուս գործին օգնի, ինչ որ բան փոխի։ Չգիտեմ ախպերս։ Լսի ինչ որ բան կուտես։
Հա, կուտեմ, մի հատ շաուրմա կուտեմ, մեկ էլ գարեջուր կվերցնեմ իմ համար։ Ուշանում է, արդեն պետք է եկած լիներ։ Հա, ինձ էլ է այդ հիմա ջղայնացնում։ Բայց դե մի քիչ էլ կսպասենք, եթե չեկավ, ուրեմն նորից կզանգեմ։ Ուղղակի գիտես ինչ եմ մտածում, եթե այդ լակոտը տենց գործերի մեջ է, միամիտ մարդ չի լինի։ Ինձ թվում է չի էլ գա։ Մտածում եմ կարողա շտապեցի, որ զանգեցի։ Մի բան հասկացել է, կարող է կասկածել է։ Դե հնարավոր է, բայց եթե համարը ունես, այդ արդեն քիչ բան չի։ Ամեն դեպքում, եթե հանգարց չգա էլ, արդեն պոչին նստել ենք ձև չունի փախնելու։ Այդ ինչի համար ես այդպես վստահ։ Գոր, բա համարը քեզ ով ա տվել։ Ընկերներիս էի դիմել, տենց ճշտեցին, գտան, տվեցին համարը։ Բայց այս ամեն ինչը իրոք ինձ շղայնացնում է։ Դե զարմանալու կլիներ, եթե դրան բռնելը այդքան հեշտ լիներ։ Զանգերը գնում է, Այդ արդեն լավ է։ բայց չի վերցնում։ Լավ էլ է մի քիչ էլ սպասենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ճիշտ ասած, այս թղթերը մաման է խնդրել, որ ձեզ փոխանցեմ։ Ինքը այսօր աշխատանքի չի գալու։ Լավ, ինչ որ բան ուրիշ կցանկանաք։ Չէ, շնորհակալ եմ։ Լակոտը արդեն ոնց որ ձեռ առնում ես։ Լսի, իսկ կարող է իմացել ով ես ճանաչելա քեզ։ Չեմ կարծում, որ դա տենց լավ հիշողություն ունի, որ ձենս ֆիքսած լինի ու չգիտի, որ ես եմ զանգի։ Հազիվ մի հույս էր արտանում էլ։ Հարմանի, ես քեզ խոսք եմ տվել, որ կգտնեմ դրան, դու հանգիստ եղի։ Իմ պատճառով ես ընկել այս պատմության մեջ, ուրեմն ես էլ քեզ կհանեմ դրա մեջից։ Արի կլինի ոչ մի բան էլ մի արա։ Ուղղակի չեմ ուզում, որ նորից վատ վիճակի մեջ հայտնվես։ Մեկը իմ անունով արդեն գործ կա բացված, էլ ինչ։ Արման, այս ինչ պարտավորի հոգեբանություն է։ Հա, հասկանում եմ, երկու հատ գործ կա քո անունով բացված, բայց ոչ մեկում դու մեղավոր չես։ Հա այդ ում է հետաքրքիր։ Դե պարզա, որ սենց նստես սպասես դատարանը ինչ է որոշելու, ոչ մեկի հետաքրքիր չի լինի, դու անմեղ ես թե մեղավոր։ Հա, բա ինչ անեմ, Գորջան։ Նախ եւ առաջ օգնի ինձ գտնենք Սաքոին։ Հետս ես։ Նայ, ինչ որ էական մեծ բան կարող է չփոխի դրան գտնելը, բայց հաստատ չի խանգարի։ Ինչ ասեցիր։ Արման, մենք 1000 տարվա ընկերներ չենք, բայց դու բազմիցս նենց ես արել, որ ես հասկանամ, որ դու վստահելի մարդ ես, լավ ընկեր ես։ Դրա համար եթե իմ կյանքում ինչ որ մեծ հարց լինի, ես մի անգամից կվերցնեմ ու կզանգեմ քեզ։ Ուզում եմ նույնն էլ դու անես։ Դե արի ես առիթով մի բաժակ խմենք։ Մամ, վերջ, ամեն ինչ տվեցի, բացատրեցի։ Ես էլ արդեն գալիս եմ տուն։ Ինչ անեմ, արդեն տեսել ես։
Չնայած ով աղջկան սենց բարևում, չէ, ուղղակի քեզ որ տեսա, խառնվեցի իրար մի քիչ, հա, համաձայնեմ սխալ էր։ Աղջկան որ տեսնում են, բարևելուց գրկում պաչում են, ուղղակի քո պարագայում չգիտեմ ոնց կվերջանա, ինձ թվում է շտապօգնության կարիք կլինի։ Դեռ ամեն ինչ շատ ճիշտ ես վերլուծում։ Հա, չէ, այդ կողմս մի քիչ լավ է, զարգացած ավելի։ Լուրջ։ Դե շարունակի տեսնեմ մտքիդ թռիչքը։ Դե, քանի որ քո պարագայում գրկել պաչելը մի քիչ վտանգավոր տարբերակ է, ես կընտրեմ էլի կուլտուրական տարբերակ ու կասեմ քեզ բարև Ռեբեկա ջան։ Բարև Արամ։ Ո՞նց ես Ռեբեկա ջան։ Լավ եմ Արամ։ Ես էլ եմ արդեն լավ։ Բա հետո։ Հետո մտածում կարող է քայլելով զրուցենք կամ նստենք ինչ-որ միտեղ, տենց ավելի հարմար կլինի, հա։ Մենք չենք զրուցում Արամ։ Դե, որ ասեցիր, բա հետո ինձ թված զրուցում ենք։ Ես ասեցի բա հետո որ հասկանամ ինչ ես անում այստեղ, ինչ ես ինձ հետևում, ինչ ես ընդհանրապես ուզում։ Դա ոչ զրուցել է, ոչ էլ հարցազրույց է, դա հարց է։ Անեկդոտ եմ պատմել։ Երդվում եմ, ես իմ կյանքում քո նման աղջկա չեմ հանդիպել։ Մարդ, որ հետդ խոսում է, ոնց որ հարցաքննության եկած լինի։ Անցնում էի, քեզ տեսա, ինչ անեի, չբարևեի։ Բարևեցիր։ Հա։ Նույնիսկ իմացար, թե ոնց եմ։ Հիմա լավ մնա։ Շատ բարդ է քո հետ։ Խանգարեցի։ Գոր։ Թող գոր, հեսա բոլորը կտեսնեն։ Բոլորը կտեսնեն, որ դու ինձ գրկել ես։ Հեսա պապին դուրս կգա կտեսնի։ Հետո 4 բոլորը այստեղ կամերաներ են։ Բոլորը կտեսնեն, թե ոնց է գորը Սարային գրկում։ Դու գիտես ես ինչի համար եմ եկել։ Կարոտել ես։ Չէ, եկել եմ հենց նրա համար, որ գրկեմ քեզ ու բոլորը տեսնեն դա։ Հիմա այսինքն պիտի այնքան էսպես մնաս, մինչև համոզվես, որ բոլորը տեսան։ Սար, Գալիս եմ։ Սարոյանը քեզ է հարցնում։ Հիմա կգամ։ Այստեղ են շատ արդեն ազդում իմ ներվերի վրա։ Գորիրո կամոթա թող։ Բարև գոր։ Սարոյանը քեզ է սպասում։ Ես հիմա կգամ։ Ուղղակի ասեց իրար հետ պետք է մտնենք։ Մենակ գնամ ինչ անեմ։ Մի հուզվի, Արսեն ջան, հեսա կգա։ Բարև ձեզ, պարոն Սարոյան։ Բարի օր։ Ճիշտն ասած, ձեր համար եմ եկել։ Ուզում եի 2 բառ խոսենք, եթե իհարկե ձեզ հարմար է։ Ես շատ ժամանակ չեմ խլի ձեզնից։ Հիմա մեզ մոտ ժողով է։ Ես կսպասեմ։ Լավ։ Դու արի, հետո ձեզ եմ սպասում։ Սպասում եմ քեզ, Սար։ Գոր ինձ թվում է հեչ հարմար պահ չի։ Նախ այսօր ժողով է, հետո էլ պապիկը մի տեսակ անդրամադիր է։ Ես կբարձրացնեմ իր տրամադրությունը։ Գոր։ Ասում եմ, կարող է դու էլ գաս իրար հետ մտնենք։ Այն ինչը որ ես խոսամ Սարոյանի հետ, դու էլ կհաստատես ու ինքը կհավատա մեզ։ Չէ, ես չեմ գա։ Դե լավ, ոնց գիտես։ Մի րոպե սպասի։ Ասա։ Հա, հետևից եմ եկել։ Հետո։ Ինչ հետո։ Անկեղծությունն էլ չի գնահատվում։ Անկեղծություն կլիներ, եթե սկզբից ասեիր։ Իսկ հիմա երբ ամեն ինչ պարզ է, դա անկեղծություն չի։ Ուղղակի ուրիշ տարբերակ չուներ ինչ որ բան հնարելու։ Չէ, ես լուրջ եմ ասում, քո հետ շատ բարդ է։
Բա ինչի ես քեզ բարդ իրավիճակների մեջ դնում։ Ինչի ես եկել։ Ժամանակ ունես երկու բառ խոսանք։ Պիտի խնդրեմ։ Մինչև տուն հասնելս ժամանակ ունեմ։ Եղավ գեներալ ջան։ Ուրեմն հենց որ ասես, այդ ժամանակ էլ կսկսենք խոսալ։ Ժպտում ես։ Հա, դու լուրջ ժպտում ես, բայց այս արդեն իմ համար մի քիչ շատ է, կարող է երես առնեմ։ Ռեբեկա ջան։ Լսում եմ։ Լավ եք։ Լավ։ Եթե եկել ես, ուրեմն կարևոր բան ունես ասելու։ Հա, շատ կարևոր։ Խոսքը իմ ու Սարայի մասին է։ Մեր բոլորի համար է գաղտնիք չի, որ մենք հանդիպում ենք իրար հետ։ Ուղղակի մի պահ դադար տվեցինք, չենք հասկացել իրար, բայց լուծվեց ամեն ինչ, անցանք առաջ։ Որ մեկիս կյանքում չի լինում, ինչ որ խնդիրներ են լինում, փորձում ենք լուծենք ու քայլենք առաջ։ Հա։ Այն ինչ հիմա ասեցիր, ճիշտ էր։ Սարան շատ է նեղվում այս իրավիճակից։ Մտածում եմ դուք դեմ կլինեք։ Իր համար շատ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք հիմա շատ լուրջ քայլերի մասին ենք մտածում ու չենք ուզում գաղտնի հանդիպենք իրար, դե որ ամուսնանանք հո գաղտնի չենք ամուսնանալու։ Այսինքն հիմա եկել ես Սարայի ձեռքը խնդրելու։ Եկել եմ ձեզ ասեմ, որ ուզում ենք ամուսնանանք։ Հասկացա։ Գոր, այն ինչ ասացիր, ճիշտ ասացիր։ Իմ կարծիքի իսկապես շատ կարևոր է Սարայի համար, բայց ավելի կարևոր է իմ անհանգստությունը Սարայի համար։ Ես նրան վերջերս եմ գտել, ընդամենը վերջերս, ու չեմ հասցրել տալ այն, ինչ սովորաբար ընտանիքը տալիս է իր երեխային։ Դրա համար էլ նրան վերաբերող ցանկացած հարց ես զգուշորեն եմ մոտենում։ Ես ձեզ հասկանում եմ։ Եթե ինքը սպասում է իմ որոշմանը, ու եթե ինքը հաշվի է առնելու իմ որոշումը, ես պիտի համոզված լինեմ, որ նրա հետ ամեն ինչ լավ է լինելու։ Ես պիտի համոզված լինեմ, որ ոչ մի բան իմ երեխայի երջանկությանը չի խանգարելու։ Այդ հաստատ չի քննարկվում, ինչը կապված է Սարայի հետ, միայն ես եմ պատասխանատու։ Շատ լավ է, որ այդպես ես տրամադրված։ Շատ ավելի լավ է, որ զգում ես պատասխանատվությունը։ Բայց ես ոնց համոզված լինեմ, որ ոչինչ չի խանգարելու ձեր երջանկությանը։ Վստահեցնում եմ, չի խանգարի ոչինչ։ Մարդը միշտ չէ, որ կարող է վերահսկել ամեն ինչ։ Հա, ճիշտ եք ասում։ Մեկ-մեկ նենց բաներ է լինում մեզնից անկախ։ Ամեն ինչ էլ լինում է, բայց ես ոնց մի քիչ առաջ ասեցի, հիմա էլ ձեզ նորից ասում եմ, որ չեմ թողի, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան խանգարի իմ Սարային։ Համ էլ չենք ուզում սենց ամիսներով նստենք ու ինչ-որ բանի սպասենք։ Ես գիտեմ, որ ձեր ընտանիքում հիմա հարսանիքի տրամադրություն չկա, քաջ գիտակցում եմ, հասկանում եմ այդ ամեն ինչը։ Բայց համ էլ ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ մենք չենք ուզում գաղտնի հանդիպենք, համ իմ տարիքին սազական չի, համ էլ իմաստ չեմ տեսնում։ Ասենց շուտ ասեմ։ Դու այդպես էլ չասեցիր ինչի եկար։ Դու ուզում ես, որ ես դուրս գամ Վահեի տնից։ Չէ, կարող ես մնալ ինչքան որ պետք է։ Բայց ասում էիր, որ Կարևոր չի ինչ էի ասում։ Հիմա կարող ես հանգիստ մնալ այդ տանը, ինչքան որ քեզ պետք է։ իսկ ինչն է փոխվել։ Փոխվել է այն, որ հասկացա, որ դու այդ դրանց նման մարդ չես, այդ տանը չես մնում փողի համար։ Բա ոնց իմացար այդքանը։ Ուղղակի վատ մտքեր էին քո հետ կապված։ Ոնց վատ մտքեր էին քո հետ կապված։ Ինչի դու իմ հետ կապված վատ մտքեր ես ունեցել։ Արդեն տան մոտ ենք, Արամ ջան։
Արի չկենտրոնանանք այն մտքի վրա, որ դու ինձ առաջին անգամ ասեցիր Արամ ջան։ Այդ ֆիքսենք ու շարունակենք։ Լսի, ես ոչ մի սխալ ու վատ միտք չունեմ։ Ու ես էլ այն մարդը չեմ, որ ապրեմ մի մարդու տանը ու այդ մարդուն վնասեմ։ Ու այն դեպքում, որ այդ մարդը էլ չկա։ Ու առավել եւս, որ չկա։ Ու իմացի, որ ես էլ չեմ թողնի, որ ինչ-որ մեկը քեզ վնասի կամ փորձի։ Գիտեմ։ Զարմացնում ես ինձ, Ռեբեկա, գիտես։ Դա է, որովհետև դու էլ ինձ ես զարմացրել։ Լավ իմաստով, չէ։ Լավ իմաստով։ Իսկ որ սենց լավ շփվում ենք, կարող է համարդ էլ տաս, դե որ ինչ-որ բան պետք լինի, էլ չգամ հասնեմ ստեղ ու սպասեմ էլի, մի անգամից զանգեմ։ Իսկ ինչ պիտի ունենաս ասելու։ Դե չգիտեմ, հիմա կարող է ինչ-որ շատ կարևոր բան լինի։ Նամակ կգրես, հասցեն ունես։ Հասցեն մի կողմ։ Ես քեզ փնտրել եմ կայքերում, բայց դու ոչ միտեղ չկաս, ոնց է գրած անունդ։ Նկատի ունեմ թուղթ ու գրիչով նամակ կգրես։ Այսինքն Թուղթ, գրիչ, ծրար։ Աշխարհում նման բաներ գոյություն ունեն։ Չէ, տենց չի լինի, որովհետև տենց ուշ է հասնում։ Հեռագիր կտաս, դա շուտ է հասնում։ Լավ մնա, Արամ ջան։ Ուրիշ ժամանակ ես միգուցե քեզ շատ հարցեր տայի, շատ։ Բայց եւ հակառակը կարող էր լինել, ընդհանրապես մեր խոսակցությունը կարող էր տեղի չունենալ։ Պարոն Սարոյան։ Ես քեզ արդեն լսեցի, տղա ջան։ Հիմա ես ընդամենը մի բան եմ ուզում քեզ ասել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մարդիկ անհանգստանալու եւ տխրելու կարիք են ունենում։ Ու դրանից ապահովագրել որևէ մեկին անհնար է, այդ թվում նաեւ Սարային։ Ես քեզնից ընդամենը մի բան եմ պահանջում, որ Սարան երբևէ չզղջա։ Իսկ դա քո ձեռքերում է։ Լավ է, որ մի անգամից չես պատասխանում։ Դա ավելի է հավատներ շնչում։ Հիմա ես շատ զբաղված եմ ու շատ ավելի լուրջ հարցերի շուրջ մենք կխոսենք հետո։ Իսկ հիմա ասեմ, որ դուք գաղտնի որևէ բան անելու կարիք չունեք։ Ես կխոսեմ Սարայի հետ։ Ինչ ասաց։ Քեզ ասպասում ժողովում եք։ Ուրիշ բան եմ հարցնում։ Ամեն ինչ կարգին է, գնա։ Հաստատ։ Հաստատ երեկոյան կտեսնենք, ես քեզ ամեն ինչ կպատմեմ, հիմա գնա։ Աղջիկ ջան, այդ դեմքով մի նայ ինձ, գնա, սպասում է պապիկդ քեզ։ Լավ։ Գնա, գնա։ Ես ու դու դեռ կխոսենք։ Ու շատ երկար։ Իհարկե, երբ վերադառնամ։ Իսկ հիմա Արսենին կանչիր սկսենք։ Ալո,
Քեզ թվում էր այդքան ապուշ եմ, հա, ու չեմ գալու տեսնեմ, թե ինձ ով ա զանգել ու գործ առաջարկում այն ժամանակ, երբ որ ես իմ համարը նոր եմ փոխել։ Ասա, ինչ ես ինձանից ուզում։ Ապուշ ես թե չէ, այդ չգիտեմ, բայց որ վախկոտ ես այդ հաստատ, որտեվ եթե հասկացել ես ինչա կատարվում, գոնե կգայիր դիմացս կկանգնեիր։ Գան որ բռնել տաս, լուրջ։ Իմ հետ ինչ որ եղավ ձեր պատճառով, արդեն հերիք ա, իմ հետ գործ չունեք։ Չէ լուրջ, դու տենց մտածում ես հեշտ ու հանգիստ մարդկանց գլխին կարաս սարքես ու թռնես, հա։ Դու ոստիկանությունում Արմանի անունն ես տվել։ Ինձ հիմա պետքա որ շուտ, շատ շտապ գաս ու այդ ամեն ինչը փոխես։ Ինչքան շտապ։ Լսի այ լակոտ, ես քո հետ կատակ չեմ անում։ Հենց հիմա տեղը տասա ես եմ գալիս, ես սովոր չեմ սենց հեռախոսով իմ հարցերը բարձեմ։ Կամ եթե այդքան մեջդ վստահություն կա, որ գլխիցդ մեծ գործեր ես բռնում, բա ինչի ես վախում գաս դիմացս կանգնես, հա։ Ինձ ավելորդ խնդիրներ պետք չեն։ Այդ խնդիրները դու ես ստեղծել քո համար։ Ու եթե հիմա դու չգաս, քո համար ավելի վատ է լինելու, երբ որ ես քեզ գտնեմ։ Նենց որ ավելի լավ է դու քո կամքով գաս։ Ալո։ Ալո։ Ամասում։